Նիկոլ Փաշինյան, դու մեկ էլ ձեր քաղաքական վերնախավը։ Եթե տղա եք, Էդգար Ղազարյանի հետ շարժվեք ժողովրդավարության կանոններին համապատասխան։ Հակա ժողովրդավարական քայլ չանեք, քաղաքական բեսպրեդելություն չանեք։ Ինչ է նշանակում, որ այդ բանը փոխխոսնակը ազգային ժողովի, ոնց անունը չեմ հիշում, ոչ եմ, այսօրվա փոխխոսնակը, որ ասում է ձեզ կհանենք կշպրտենք դուս Էդգար Ղազարյանին։ Այսինքն ոնց կշպրտես դուս։ Ինչա ձեզ ասելա սրիկա, հա։ Դուք սրիկա չեք, դուք սրիկայից վերանեք, արա։ Այսինքն սրիկան շատ մեղմ ասել Էդգար Ղազարյանը ձեզ սրիկա։ Դուք մի ցելի պետություն եք կործանել, ցելի պետություն եք հանձնել թշնամուն, արա։ Դուք մի ամբողջ սերունդ եք կոտորել։ Դուք հողատու եք, դուք կապիտուլանտ եք, դուք մի ամբողջ սերունդ, այսինքն միլիոնավոր մարդկանց կոտորած իշխանություններ եք։ Ուզում եք ձեզ սրիկա էլ չասեն։ Հազարավոր մարդիկ Էդգար Ղազարյանին ձայն են տվել։ Ձայն են տվել, այո, որ կա իրան հենց այդ ձևի պահի։ Էդգար Ղազարյանը ոչ խուլիգան է, ոչ քֆուր չի է։ Նա քաղաքական իրոք քաղաքական գործիչ է։ Ու ինչ էլ ասում է քաղաքական բանի մեջ ասում ժողովրդավարության սահմաններում ասում։ Հիմա տղա եք Էդգար Ղազարյանի հետ շարժվեք ժողովրդավարության կանոններում, ոչ թե քաղաքական բեսպրեդելություններ արեք, ոչ թե բռնեք, այսինքն ինչ հիմա դուք կարող անեք, կարող է բռնեք Էդգար Ղազարյանին նստացնեք, կարող է Էդգար Ղազարյանի գլուխը ուտեք, կարող Էդգար Ղազարյանին գալ բռնեք, ոստիկանների միջոցով այդտեղից հանեք դուրս, կամ ձեր այդ քպայական պատգամավորներով շատ եք ուժներդ պատի, գաք Էդգար Ղազարյանին հանեք դուրս, կամ խոսք չտաք այդտեղ, այդտենց բաներ կարող անեք, բայց դա հակա ժողովրդավարական բաներ է։ Տղա եք Էդգար Ղազարյանի հետ շարժվեք ժողովրդավարության սահմաններում, ոնց որ ժամանակի Նիկոլի հետ էին շարժվում։ Բայց ժամանակի Նիկոլին ստեղելի հիշեցի Սերան Սարոյանի խոսքերը գեներալ, որ ասում էր մի հատ Նիկոլ Փաշինյան սաղի սարքելա կուրկուրի ցակ։ Այսինքն նիկոլ Փաշինյանին այն ժամանակ չէին կարա բռնեին, այսպես վզից բռնեին պարլամենտից շպրտեին դուրս։ Այդ Շարմազանովը չէր կարա վզից բռնել ու շպրտել դուրս։ Խի չէր կարա։ Իշխանությունով էլ կարար անել, տղավարիով էլ կարար անել։ Հələ դուք այսօր ինչ անում եք, դուք ձեր իշխանությունով եք անում, տղավարի չեք անում։ Բայց Շարմազանովը այն ժամանակ կարար համ իշխանությունը օգտագործելով անել, այսինքն իշխանությունով անել, համ էլ տղավարիով անել, որ Շարմազանովը տղա է։ Տղավարիով էլ կարար բռնել շպրտել դուրս, բայց խի չէր այդ ամեն ինչը անում։ Որովհետև Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում գոյություն էր ժողովրդավարություն, Հայաստանը ժողովրդավարական պետություն էր, որը որ հիմա դուք քանդում եք քիչ-քիչ։ Սերժ Սարգսյանի օրոք քաղբանտարկյալ չկար։ Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը ամունից տարեց ու բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեց։ Իսկ ձեր օրոք հենց տեսեք ինչքան քաղբանտարկյալ կա ու չի բացառվում, որ հաջորդն էլ կլինի Էդգար Ղազարյանը։ Տղայք նորից եմ ասում Նիկոլ Փաշինյան, ժամանակին ոնց էին քեզ թողում խոսում էիր։ Թողում էին խոսում էիր, ես էլ շատ հավեսով լսում էի։ Իդեպ ասեմ, ես էլի եմ ասում, մի քանի անգամ ասեմ, ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի ամենաուժեղ հետևորդ, ամենաուժեղ բալելչիկ այն ժամանակ։ Չեմ ընդունել իրա ոչ մի բանը, գրեթե ոչ մի բանը, մի երկու բան ընդունել եմ այն ժամանակ։ Այն 1000 դրամների պատմության ժամանակ եմ լայք դրել։ Մինչև հիմա կա չեմ էլ հանել։ Մեկ էլ բանի ժամանակ էլ լավ խոսած, այն Սասնա ծռերի ժամանակ էլ միտեղ լավ խոսած ինքը փորձեց հանդարտացնի ամեն ինչը, դրա համար էլ ընդեղից իրան ասին գցեք զիբիլի վերջուն։ Մեկ էլ այդտեղ իրա խոսքի տակ եմ լայք դրել, որ ինքը նենց արեց ոչ թե կրակի վրա բենզին լցեց, այլ նենց էլ անում, որ հանդարտացնել, այսինքն պետականամետ ձև իրան պահեց, էլի, մեկ էլ այդտեղ եմ լայք դրել Նիկոլին, չեմ էլ հանել, մինչև հիմա էլ կարակ մտնեք, եթակնայեք, կգտնեք, որ էդի կա, բայց մեծ մասի հետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ ես համաձայն չեմ եղել, բայց իրա խոսալը դուրս գալիս էր, իրա սաղ հարցազրույցները պարլամենտի սաղ գելույթները ես լսում էի հավեսով, թողում էին, չէ որ խոսում էիր, թողում էին, չէ, այդ խեին թողում, որտեղ ժողովրդավարություն էր, դե հիմա էլ դու ժողովրդավարության կանոններով շարժվի, մի փագեք Էդգար Ղազարյանի բերանը բեսպրեդելավարի, կարում եք ժողովրդավարության կանոններով հաղթեք իրան, կարում եք հաղթեք, լեզուն ես աշխարհը չունի, կարում ես լեզվով հաղթի դե, չես կարա, դրա համար անցել եք բեսպրեդելություններին։ Էսի ես, մեկ էլ այն որ կոմենտներում նկատում եմ, որ Էդգար Ղազարյանի գնում մանդատը թող դնի, լսեք, այդ դուք եք ընտրել Էդգար Ղազարյանին, որ Էդգար Ղազարյանին հիմա պահանջում եք, որ մանդատը տնի։ Ես էլ եմ իմ ձայնը տվել եմ Լևոն Զուրաբյանին, ես էլ իմ ձայնը չեմ տվել ուժեղ Հայաստանի, թեպետ ուժեղ Հայաստանի համար աշխատել եմ, իրանց հազարավոր ձայներ եմ տվել, իրանց էլ Գագիկ Ծառուկյանին էլ իմ աշխատանքի արդյունքում, բայց ես իմ ձայնս տվել եմ Լևոն Զուրաբյանին, բայց Էդգար Ղազարյանին
կարան ասեն մանդատը դիր կամ մի դիր իրան ընտրողները։ Իսկ Էդգար Ղազյանին հազարավոր մարդիկ են ընտրել։ Նույնիսկ Նարեկ Կարապետյանը, որին իդեպ շատ եմ հարգում, նույնիսկ Սամվել Կարապետյանը, որը հերոս մարդ է, իրանք էլ չեն կարա Էդգար Ղազյանին ասեն մանդատը պիտի դնես։ Էդգար Ղազյանին, որտեվ հազարավոր մարդիկ ընտրել են ու հենց ընտրել են իր ոճի համար։ Հասկացա՞ք։ Այսինքն ես հարգում եմ նաև Նարեկ Կարապետյանին ու իրանց բռնած դիրքն եմ հարգալից վերաբերվում։ Իրանք էլ այդ դիրքն են բռնել, ավելի մեղմ դիրք են բռնել, ավելի sense բան ոնց որ կառուցողական ոնց որ դիրք են բռնել, այդ դիրքն էլ եմ հարգում։ Այնտեղ որ արմատական մեր ժողովրդի արմատական հատվածներ իրանց է կապնում վիրավորում։ Ես իրանց հետ էլ համաձայն չեմ։ Իրանք էլ այդ դիրքն են բռնել, հարգանքներս Նարեկ Կարապետյանին էլ, այդ ուժեղ Հայաստանի սաղ անդամներին էլ, իրանց կուսակցությանն էլ, հարգանքներս իրանց բռնած դիրքի նկատմամբ եմ հարգալից վերաբերվում, բայց եթե նույնիսկ այդ թմի մեջ փորձեն անգամ Էդգար Ղազյանին ասեն մանդատը դի, այդ իրավունքը իրանք չունեն, ոչ բարոյապես, ոչ էլ որևիցե այլ ձևերով։ Էդգար Ղազյանի շատ եթե իրանց դուրը չի գալի, Էդգար Ղազյանը կարա դուրս գա, դառնա անկախ պատգամավոր, բայց մանդատը դիր Էդգար Ղազյանին որևիցե մեկը չի կարող ասի մանդատը դիր։ Մենակ կարան ասեն իրան ընտրողներն էլ հենց իրան ընտրել են այս ոճի համար։ Ես էլ սա կասեմ։ Էդգար Ղազարյան ջան, հարգանքներս քեզ ցավը տանեմ։ Դու շատ ճիշտ ես շարժվում, դու խուլիգան չես, դու խուժան չես, դու ինչ անես քաղաքականության, ժողովրդավարության սահմաններում։ Կարան նորից եմ ասում Նիկոլ Փաշինյան, տղայեք ժողովրդավարության սահմաններում, քաղաքականության շրջանակներում հաղթեք Էդգար Ղազյանին, տղայեք հաղթեք, բայց քաղաքական բեսպրիզելություն հանկարծ չանեք Էդգար Ղազյանի նկատմամբ։ Նորից եմ ասում։